Մերոնք կետը եմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Այսպես, ինչպես Շիրազներ ասում, բամբասում են ինչ շշուկով, չար շշուկով, անանց, իբր կանանց, շատ եմ սիրում, ով չի սիրում կանանց։ Հիմի հակառակը, որ պահին քննադատական խոսք եմ ասում արկա թերացումների մասին, հայտնվում են մարդիկ, ովքեր ոչ միայն բամբասում են, որ ես, չգիտեմ, Քոչարյանի պիցան կերել եմ եւ այլն, այլ ոմանք նաեւ հայհոյում։ Բոլոր հայհոյողների կանանց եւ վայրերին իմ խորը վերաբերմունքը։ Առողջ մնացեք։ Հիմա գանք իրականությանը, ինչ էր տեղի ունենում ժամանակին եւ ինչ ստացանք։ Մի օր, մի տարի, երբ աշխատում էի Լրաբեր ծրագրում, այն ժամանակ դեռ երկնագույնները չէին եկել, Համասեռամոլ Տիգրան Նաղդալյանը հանրային հեռուստաընկերության տնօրեն չէր, իսկ որ նա Համասեռամոլ էր եւ Քոչարյանի սիրելի կադրերից մեկն էր, դա ակնհայտ փաստ է, ուրեմն այդ ժամանակ միջև դրանց գալը ձեր խոնարհ ծառան Լրաբերի թղթակիցներից, խմբագիրներից մեկն էր։ Մոնտաժի ժամանակ մի պաշտոնյա ասում է, այ եկել է, չգիտեմ, Պողոս Պողոսյանը, հանձինս Պողոս Պողոսյանի, ես այդտեղ ասում եմ մոնտաժեք, սարքեք այնպես, որ չլինի հանձինս Պողոս Պողոսյանի, այլ հանձին Պողոս Պողոսյանի։ Դե ոնց կարելի ասենք բարձր պաշտոնյային, ասացի ես կամաչեմ, եթե իմ բարձր պաշտոնյան սա դիմորոշ հոդը օգտագործելով խոսի ուրիշի մասին։ Քանզի երբ ասում ես հանձինս, դա վերաբերում է քեզ։ Հանձին դիմացինի, դա արդեն առանց սայի։ Ահա այսպես փորձում էինք նուրբ ձևով նաև ակնարկնել, թե ինչպիսին պիտի լինի հայերենը կամ ինչպես պիտի խոսեն պաշտոնյաները։ Ինչպիսի լեզու պիտի լինի եթերային լեզուն։ Ավելին ասեմ, եթե ասենք որոշ մի քանի պատասխանատուներ կային, ովքեր շատ ուշադիր էին այս ամեն ինչին, եւ կային հակառակը, նախարար ջան, ջանիդ մեռնեմ, վարչապետ ջան, կյանքիդ մեռնեմ, չգիտեմ, ոտերդ ուտեմ, ինչ ուզում ես ասա, բա վարչապետն է։ Մեկ անգամ մի նախագահականից մի պաշտոնյա սխալ արտահայտություն էր, ասացի, ես ինչ եք անում, սա չի կարելի եթեր տալ, ինձ մեղադրեցին, որ ես դեմ եմ այն ժամանակվա իշխանությանը։ Այդպես քստնվողների պակաս չի եղել։ Ավելի դաժան բան պատմեմ ձեզ։ Ոչ անհայտ Ռոբերտ Քոչարյանը մրցանակ էր տվել, այսօր հեղինակը չկա, չեմ ուզում էր անունը տամ, մահացել է, մի գրքի, որտեղ ասենք բառացիորեն այսպիսի բանաստեղծություն կար։ Տանից ելան երկու քաց, մեկը բոյով, մեկը կարճ, գնացին եւ այսպես շարունակ։ Եվ չէր եղել որևէ մի պաշտոնյա, որ գնար ասեր Ռոբիկ ջան, ոտերը տնկնեմ, շունը տալնեմ, այդ պաշտոնյան լիներ մշակույթի նախարարությունից, չգիտեմ, ակադեմիայից եւ այլն, ասեին, այսպես չի կարելի։ Ախր այդպիսի բանաստեղծությունը չի կարող նախագահի մրցանակի արժանանալ։ Նույն կարգի մրցանակներ էին տալիս տարբեր, այսպես լալա հառաջ երկող երգիչներին եւ իրենց անձը գովերքող արվեստագետներին եւ ոչ մշակույթի նախարարությունը, ոչ, չգիտեմ, պետական երաժշտանոցը, կոնսերվատորիան չէին գնում ասում, ձեզ սխալ են ներկայացրել։ Դա երգ չի, դա չի կարելի նմանատիպ երգերին մրցանակ տալ կամ նմանատիպ երգիչներին վաստակավորի կոչում տալ։ Քանզի ամենալավ հետույքը դա իշխանական հետույքն էր։ Ու դեռ մինչ օրս կա։ Երբ ասում եմ Նիկոլ Փաշինյան, նախ չի կարելի ասել կրթությունը մոդայիկ է։ Կրթությունը չի կարող մոդայիկ լինել։ Կրթությունը ոնց որ մարդու հաց ու ջուրը, ոնց որ ծնողիդ բարև բարելույս տալը եւ այլն հարգելն ու չհարգելը։ Ինձ ասում են, «Էդ ինչ մի փոքրիկ բանի հետևից ես ընկել, դու էլ դարձրել ես»։ Ասեմ ձեզ, որոշ այն տախմարներին, ովքեր սա համարում են փոքր բան։ Մեր պապերը այնքան սիրեցին լեզուն, որ լեզվին կոչեցին մայրենի։ Երկրին հայրենիք կոչեցին։ Հետո այս երկուսը միացրին մայր հայրենիք ասացին։ Այն երկիրը, այն պետությունը, այն պետական ղեկավարը եւ նրանք ովքեր չեն տեսնում եւ փողոցում տարածքներով գրում են ու իրենք ավանակի պես անցնում են այդ գրածների տակով
եւ ուշադրության չեն արժանացնում, այդպիսի երկիրը ապագա չի կարող ունենալ։ Անգամ Սիլվա Կապուտիկյանի տողերը հիշեք, թե մորդ անգամ մտքից տանես քո մարի լեզուն չմոռանաս։ Խենթանալու բան է։ Այսօր այդ մարի լեզուն աղավաղած, աղճատած գցած է փողոցում։ Ինչի համար են կռվում մեր տղաները։ Ինչու եմ ես այս ամեն ինչն ասում։ Նիկոլ Փաշինյանը ձեր հայրը չի, ձեր մայրը չի, ձեր սիրեկանը չի, չգիտեմ։ Այդ ինչի եք հետևը մտած ձեզ պատառանում։ Ով է ձեզ ասում, թե այդ հայրենիքը ես ավելի պակաս եմ սիրում, քան ասենք Նիկոլ Փաշինյանը։ Կամ հայրենիք սիրելը ո՞րն է։ Հայրենասերը ո՞րն է։ Հայրենիքը մարդու սրտում է։ Դա այն սերը չի։ Դա մի մեծ ամբողջություն է։ Դու քո հայրենիքի մի մասնիկն ես։ Երբ ասում եմ չի կարելի ֆեստիվալ ասել, ֆեստիվալը ո՞րն է։ Ֆեստիվալը ինչա նոր բաներ եք ձեզանից մոգոնում, ասում եմ դա տգիտություն է, ասում են դու Նիկոլին դեմ ես։ Էլ չեմ ասում այնտեղ երկաթ երկերը։ Դրանք դեռ հերն անիծած, բայց դրանք երկեր չեն, չի կատարել։ Չի կարելի կատարել կամ չի կարելի երկրի վարչապետը գնա միտեղ մի երկի ունկնդրի, որը երկ չէ, կամ այդ պատասխանատուները հաջորդ օրը պիտի պատասխան տան։ Չի կարելի, երբ տեսնում ես երկրի վարչապետը եղնիկների սուրուի մեջ է մտել, իբր ուզում է ցույց տալ կամ իրականում գուցե որ ինքը բարի է, եղնիկները իրենից չեն փախչում, նկարել այնպես, որ չիմանա եղնիկի պոզը ուր է, վարչապետին է ուր է գլուխը։ Այսպես չի կարելի անել։ Հենց ասում են, վայ, դու Նիկոլին դեմ ես, նախկինները։ Եվ այսպես շարունակվում է։ Այդ իշխանական հետույքը այդքան թանկ բան է ձեր համար, քան հայրենիքը, քան ճշմարտությունը, որի մասին չբարձրաձայնելու արդյունքում հասանք Գյումրիի ընտրություններին։ Երբ ասում եմ, եթե գողեն պիտի նստեն բանտում, գլուխները պատին տվեք, պատը գլխներիդ, ինչ ուզում եք արեք։ Հետո մի ասեք, ո՞նց եք հանցագործին ընտրում։ Եթե հանցագործը 7 տարի ձեր իշխանության ժամանակ, երբ դուք եկել եք այդ հանցագործներին պատժելու անվամբ, երբ մարդիկ հոգնել էին այդ կեղտից եւ ընտրեցին ձեզ, 7 տարի ինքը շարունակում է եւ մնացած հանցագործները սպիտակ ջորին նստած ճամարտակել Հայաստանով մեկ եւ թքել այն հավատ ունեցող մարդկանց հոգու մեջ, չպատժվել, այսօր էլ դառնում է, չգիտեմ, համայնքի կամ կարող է դառնալ համայնքի ղեկավար, ասում են, բա դուք մեղավոր չեք, որ այս մարդիկ հաստատվեցին, ինչու եք, հա, ամեն տեղ էլ ինչ որ կրիմինալ կա։ Հետո ինչ։ Ես հանցաշխարհի մարդիկ եմ տեսել, ովքեր իրենց տղային շանտ ծեծ են տվել, միայն նրա համար, որ զգացել են, որ ուզում է իր ճանապարհով գնա, ասում է իմը ճանապարհ է, որ դու էլ գնաս։ Ոչ մի քաղաքացի չի ուզում այդ ճանապարհը, բայց երբ քաղաքացին տեսնում է կրիմինալը ձին թամբած պատտվում է թքած ունի հնի նորի խոստումների էսյենի վրա, ասում է լավ, սրանք էլ ինձ խաբեցին։ Այդ դրա համար պարտվեցինք։ Ասում եմ, այս ինչ եք անում հանրայինի եթերում։ Այս ինչ դիմակահանդես եք։ Ով է ձեզ թույլ տվել նման անճաշակ, գրեհիկ, 1000-րդ աստիճանի թերմացքը բերել մատուցել հանրային հերոստանգերությամբ հայ հանդիսատեսին։ Ինչ որ մեկը անասունի գլխով, չգիտեմ, դինոզավրի պոչով, ցլի եղած չեղածով, գլուխները դրած, մի անճորնի մեկը տակից զռում է կներեք, եթե դա երկ է, երկ չի, ասում են կարակ գուշակեք ով է այդ երգիչը։ Ու դուք սա մատուցում եք այն ժողովրդին, ով արդարություն է փնտրում, ով արդարություն է փնտրում, ով պիտի կրթվի, հերոստալիքը պիտի կրթի, նաև իր հայերեն խոսքով, մատուցմամբ, որակով, այս ցածրորակը, որ բերում եք ու մատուցում ժողովրդին, ինչ էիք ուզում ստանալ։ Գյումրի։ Վաղը կստանաք, այսօր այդ փարակյար ստացակ, լսեցի այդ տղային փարակյարում ընտրված։ Չգիտեմ, լամ թե խնդամ։ Նրա որակը որտեղ էր, բայց ուրեմն ձեր ունեցածն այդ ինչքան թերի որակ ուներ, որ այդ որակը ընտրվեց։ Բա Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի, բա հիմա չասենք այն Սայաթնովայի պես արդար դատե, չէ որ դատավոր ես դուն կամ թագավոր ես դուն։ Չասելով հետույքից կախված մնալով մենք կործանում ենք կառավարման համակարգը։ Կառավարման համակարգը սկսել է հանգրվանվել։ Այսինքն հետույք մտնողների ու լպստողների ու քծնվողների պակաս չկա,
Մեկը չի ասում, այդ որ ասում եք կրթությունը մոդայիկ է։ Նման բան չի կարելի ասել։ Կրթությունը չի կարող մոդայիկ լինել։ Դա գնում եք հիմա էլ մատենադարանում եք ասում կրթությունը մոդայիկ է, միջոցառումներ եք անցկացնում։ Այսինքն կարող է վարչապետն էլ մի սխալ բառ ասել, բայց այնտեղ ոչ ոք չկա։ Մեկը չկա, ասի այդպես չի կարելի։ Մեկը չկա խորհուրդ տա։ Միայն հետև մտնողների համախումբ է հայտնվել։ Ես անհարմար կզգամ գնալ այդպիսի միջոցառմանը, որտեղ ասում են կրթությունը մոդայիկ է, գնամ մոդան տեսնեմ։ Չէ, կրթությունը մոդայիկ չէ։ Մոդան գեղեցիկ շորի, չգիտեմ, էսիենի մեջ կարող է լինել, չգիտեմ, ինչ է նշանակում կրթությունը մոդայիկ է։ Այս ապուշությանը ոչ ոք ոչինչ չի ասում, բայց հենց երկու խոսք ասում ենք, բոլոր հետև մտնողները խորը քննադատում են։ Վայ, ես ինչ եք ասում, մեր վարչապետը, հետո ինչ։ Հետո ինչ։ Մեր վարչապետը պիտի այնպես աշխատի, որ մենք Գյումրու եւ նման տգիտությունների մեջ չհայտնվենք։ Եվ սա օրինաչափ է, ես դա օրինաչափ եմ համարում։ Այնպես ինչպես երեք խոսում էր փոխ վարչապետ, ազգանունը կարևոր չի, բայց խոսում էր արցախցիների 50 + 10,000-ի, հիմա էլ 40 + 10,000-ի մասին։ Պարզվում է, բոլոր արցախցիներին, յուրաքանչյուր մարդ, ամիսներ շարունակը, ինչքան ժամանակ է արդեն։ Յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամ, այսինքն 4 հոգյանոց ընտանիքը ստացել է 200,000 դրամ, 40 + 10 կամ 50 + 10, որպեսզի կարողանան բնակարան վարձեն ու աշխատեն, տեղայնացվեն, այսպես կոչված ադապտացվեն երկրին։ Եվ սա շատ կարևոր քայլ է եւ արդարացված ծախս։ Բայց հիմա հենց ուզում են ասեն դե եկեք ժողովուրդ տեղայնացվեք, ապրեք, սա մեր երկիրն է, ինչ որ ավանակի լակոտներ են հայտնվել եւ սկսում են մեղադրել Հայաստանը Արցախը հանձնեց, Նիկոլը հանձնեց, Պողոսը հանձնեց, Պետրոսը հանձնեց։ Սա ազնիվ չէ, սա արդար չէ։ Եվ երբես մասին ասում եմ, չգիտեմ, այն երկու քաց բանաստեղծյանը նախագահի մրցանակ տված Քոչարյանի շներն են արձակվում ին վրա, հենց ասում եմ Նիկոլ Փաշինյանը դեսպես մի արա համիել նրա շները, հետո բա որևէ մեկը չի ուզում սևին սև ասի ու սպիտակին սպիտակ, չէ, ես միակը չեմ, ոչ ազնիվն եմ, ոչ սուրբն եմ, հեռու ինձանից սրբերը երկնքում են, ես փորձում եմ իմ գործն անել ազնիվ։ Միրուշն էլ դե դուք կարող եք հայոց լեզվից այսպես ասել, չէ, ես բանավոր խոսք եմ ասում, ես որ գրում եմ բավականին կիրթ եմ գրում, իմ բոլոր հոդվածները կարող եք նայել։ Սփռթումներ միշտ էլ կարող են լինել, բայց այդ սփռթումը ուղղվում է, անգամ խոսքում, հատկապես խոսքում եւ ամենուր։ Բա ուր են գնալու այսպես։ Այո, Արցախի վայ իշխանությունները, Արցախը թալանած տահակները, Քոչարյան Ռոբերտի, Սերժիկ Սարգսյանի, այդ Բակո Մակոնների դաշնակցության ձեռամբ այսօր փորձում են այդ խեղճ ժողովրդին տնազուրկ մարդկանց հիմա էլ օգտագործել Հայաստանում իշխանության գալու կամ չգիտեմ փոխելու կամ չգիտեմ էլի ինչերի համար։ Ու ոնց են դրանք ապրում։ Ես կոչ եմ անում արցախցի իմ քույրերին, եղբայրներին, շուտ կներեք, ձեր իշխանություններին այն ժամանակ պիտի վզակոտները դաղած պահեիք, չպահեցիք։ Այն ժամանակից փոխվեց, անգամ արցախցին եկավ Հայաստանում իշխանության, քանի որ ասում էին դուք Հայաստանը մեր թիկունքում բանակցում է, եկան ու բանակցեցին Արցախը հանձնելու շուրջ։ Երբ այդ երկու ոչ մի բանը Քոչարյան Ռոբերտն ու Սերժիկը հասունացրեցին Արցախի բանակցությունները հասան փակուղի, դռները բացեցին, ասենք Նիկոլի համար։ Գուցե ես ու դու մենք դա չտեսանք, բայց ակամայից այդ մարդիկ, ովքեր իշխանությունը սիրում են իրենց անցավորներից ավելին սրբություն չունեն, այդ մարդիկ հանկարծ մի կողմ քաշվեցին եւ իշխանությունը ընկավ Նիկոլի ձեռքը ու այնտեղից պայթեց Ադրբեջանի պայթյունը, այնտեղից ռուսի, այն որ ասում է խելք ու խրատ տալը եւ այս պարտությունը։ Արցախի գեներալները, մեր հայոց բանակի գեներալները, ովքեր ռուսական իշխանություններին 90% ծախված էին նրանց հրանգ էին կատարում եւ ձեր ղեկավարները, ովքեր ռուսական իշխանությունների հրանգով ասում էին լոխ լավ արել, այս ասպասի
Նիկոլի հարցը լուծենք։ Նիկոլը չի խնդիրը, Հայաստանն է։ Հայաստանն է։ Հայաստանը սիրեց այն ժամանակ, այն որ ասում է Արցախին նեղ օրերին, եւ այսօր Արցախը պիտի սիրի Հայաստանին։ Ամեն ինչ ժամանակավոր է։ Ասել մի բան կամ պահանջել մի բան, որ այս պահին ուղղակի չես կարող։ Որ այս պահին կարող է կործանման տանել մնացած ամեն ինչը, կամ դավաճանություն է, կամ անուղեղություն, կամ էլ չիմացություն։ Հուսով եմ չիմացության արդյունք է, այն ինչ այսօր փորձում են խմորել ու որոշ մարդիկ խմորվում են, չիմանալուց, բայց այդպես ոչ մի տեղ չեն գնում։ Վասն ճշմարտության պետք է ասել, որ Հայաստանի իշխանությունները այդ սոցիալական ծրագրերով Արցախի անկումից հետո ամբողջական իր պիտանելիությունը ի նպաստ ու ի սպաս դրեց Արցախից տարհանված մեր հայրենակիցներին։ Բայց դուք էլ պիտի Հայաստան, Արցախ, այսպես ասած, այդ կուտը չուտեք, թե Արցախը Նիկոլը հանձնեց, Սուրիկը հանձնեց, չէ՞։ Մեզանից յուրաքանչյուրը հանձնեց։ Երբ Քոչարյան Ռոբի պես, Թաղի Բաշիբոզուկների պես լակոտ լուկուտներին բերեցինք իշխանության, երբ լռեցինք 5 ու 10 հազար դրամով, երբ, չգիտեմ, հայաստանցի Ղարաբաղցի խաղացինք։ Ինչևէ, էլի ուզեցի այս մտահոգություններով կիսվել, հայրենասիրությունը դա ինչ-որ, այսպես ասած, կոչում, մոչում չի դա, ուղղակի հայրենիք, մարդ, մի ամբողջություն է, ավել ու պակաս չի լինում, շատ ու քիչ չի լինում, կամ կա, կամ չկա, իսկ դրսևորման համար թերևս պետք է ազնիվ լինել, նայել ու ասել, նախ մեղմ ասել, հետո երբեմն ինպես, այսպես ասած, այն Նիկոլի չեղած մուրճը վերցնեմ, ասեմ, հոպ, ես ինչ չեք գրում, դուք կույր եք, ուղեղ չունեք, չեք տեսնում, չեք հասկանում, որ ծիծաղելի վիճակի մեջ եք ընկնում, ես ինչ-որ մեկին վիրավորելու խնդիր չեմ լուծում, ես մեր երկրի ապագայի համար եմ մտահոգվում, այսօրվա տգիտությունը տեսնող երեխան վաղը չի կարող և պետական մակարդակով տեսնող երեխան, հեռուստատեսությամբ տեսնող ու կրթվող երեխան, այն էլ հանրային, վաղը չի կարող հորիզոններ նվաճել հանուն հայրենիքի։ Ֆեստիվալներ ու չգիտեմ ինչ վառներ ու ոռներ տեսնող երեխան չի կարող։ Մենք ուզում ենք սերունդ դաստիարակել։ Մենք ուզում ենք հայրենիքի լիարժեք ընկալումը ունենալ ու փոխանցել սերունդներին ու հզորացնել։ Ուրեմն պիտի կարողանանք մեկս մյուսի երեսին նայելով ազնիվ լինենք։ Ու առաջընթացը ապահովված կլինի։ Ես վստահ եմ այդ առաջընթացի համար։ Հերն անիծած մի երկուսը ավել կխոսեն, մի երկուսը քար կծեն, մի երկուսը կասեն դու SSN ես, ես թքածուն եմ։ Կարևորը ես ազնիվ լինեմ, նայեմ հայելուն ու չթքեմ այդ հայելու մեջ իմ երեսին։ Բոլորիդ նույն խորհուրդն եմ տալիս։ Ամեն ինչ լավ կլինի, կհանդիպենք։